Հիմնական եւ միջնակարգ դպրոցներում առաջին դասարանցիներին հայտագրում են 3 փուլով։ Առաջինը արտոնյալ փուլն է, որն այն երեխաների համար է, որոնց քույր եղբայրները սովորում են նույն դպրոցում կամ ծնողներից մեկը աշխատում է նույն տեղում։ Արտոնյալն ավարտված է համարվում եւ ներկայում ընթանում է հիմնական փուլը, նախատեսված հայերեն ուսուցմամբ հանրակրթական դպրոցներ հաճախող երեխաների համար։ Հայտ.եմիս.ը այն առցանց հարթակն է, որի միջոցով տեղի ունենում հայտագրումը, իսկ տվյալների ճշտման համար կիրառվում է նաև նոր ներդրված ստուգում.եմիս.եմ կայքը։ Սա էլ գործընթացը առավել բարձրացված եւ առանց տեխնիկական խոչընդոտների անցկացնելու համար է։ Այստեղ ներքևը դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգն է։ Մուտք գործելուց հետո հայտագրում հայերեն լեզվով ուսուցման դասարաններ։ Այստեղ պետք է ընտրել մարզը, համայնքը ու այն դպրոցը, որը ծնողը նախընտրում է, որ երեխան հաճախի։ Այս մեր դեպքում Շիրակ, Գյումրի։ Այստեղ դպրոցների ցանկը բերում է։ Ընտրում ենք այն դպրոցը, որտեղ պետք է հայտագրենք երեխային ու սեղմում ենք ավելացնել հայտը կոճակի վրա։ Միջնակարգ դպրոց վարժանը լիցենզավորման կարգի համաձայն կարող է 120 առաջին դասարանցի ընդունել։ Այս պահին հայտագրված երեխաների թիվը կեսից ավելին է։ Նոր ուսումնական տարում առաջին դասարան են հաճախելու այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Իսկ այն երեխաները, որոնց 7 կամ 8 տարին լրանում է մինչև տարեվերջ, իրենց տարիքային խմբին համապատասխան սովորելու են երկրորդ կամ երրորդ դասարաններում։ Իսկ որ դեպքում է նախատեսվում այս տարիքի երեխաներին առաջին դասարանցիների հետ նստեցնել։ Եկել է դպրոց 7 տարեկան, ինքը պիտի նստի երկրորդ դասարան։ Ոչ դեպքում կնստի առաջի դասարան, եթե ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։ Դրա համար այդ տեսակ երեխաները, երբ որ ծնողը դիմում է տնօրենին, դիմումի համաձայն ծնողի, այդտեղ գնահատում է կատարվում տմակի հետ մեկտեղ, եթե 3-րդ, 4-րդ դասարանի ինտելեկտուալ խնդիրներ ունի երեխան, այդ պարագայում ինքը նստում է առաջի դասարան։ Իսկ եթե չկան նմանատիպ խնդիրներ, ուրեմն ինքը նստում է երկրորդ դասարան։ 7 տարեկանը նստում է երկրորդ դասարան, 8 տարեկանը նստում է երրորդ դասարան։ Նման դեպքերում ընդունվելու գործընթացը տարբերվում է ընդհանուր կարգից։ Չի իրականացվում էլեկտրոնային համակարգով, այլ լինում է դպրոցի տնօրենին ուղղված ծնողի դիմումի հիման վրա։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ կրթական պրոցեսում ներառված են Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում։ Անի թաղամասի 3 հիմնական դպրոցներից թիվ 11-ում, ինչպես նախորդ տարիներին, հիմա էլ կանխատեսվում են, որ դարձյալ 5-ից 6 առաջին դասարաններ կբացվեն 35 աշակերտով։ Այս պահին ամենամեծ թվով հայտագրվողներն իրենք ունեն, սահմանված 160 տեղի համար։ Տեսնում ենք, որ հիմնականում քիչ է, բայց այստեղ նայում ենք, որ ամենաշատ թիվը մեր դպրոցն է։ Տված է լիցենզիայի թիվ, այստեղ հենց աշակերտ թիվն է, որ հիմա հայտագրվել է։ Այսպես հեշտով իջնում են 7-րդ, 41, 6-րդ։ Թեև առաջին դասարանցիների մեծ մասը հաճախում է իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, այնուամենայնիվ ընտրությունն այս դեպքում ծնողինն է։ Այսպիսի պատկեր արձանագրվում են հիմնականում մեծ դպրոցներում, որտեղ աշակերտական կազմը ձևավորվում է նաև այլ թաղամասերից եկած աշակերտներով։ Հիմնականում 58 թաղամասում են բնակվում մեր աշակերտները, ուրեմն տվյալ աշակերտը հիմնականում այնտեղ օրենք կա, որ տվյալ աշակերտը, ասենք, որտեղ բնակվում է, իրենքից դպրոցում է գնում դասի, բայց երբ որ բնակության վայրը փոխում է, արդեն գալիս են, կոնկրետ եթե 58 թաղամասում է, գալիս են այս դպրոցը։ Մենք քաղաքի տարբեր թաղամասերից ունենք դիմորդներ, տարբեր թաղամասերից։ Ես առանձին չթվարկեմ, որ թաղամասերից, բայց այնպես որ այդ 100 հոգին միայն տեքստիլ թաղամասով բնական է չէր համալրվի։ Դպրոցից դպրոց տեղափոխություններն հատկապես ակտիվանում են 5-րդ դասարանից սկսած։ Ըստ սահմանված կարգի տվյալ ուսումնական տարվա ընթացքում սովորողի տեղափոխությունը մեկ ուսումնական հաստատությունից մյուսը, ինչպես նաև նոր ընդունելությունը կարող է իրականացվել մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը։ Առաջին դասարանցիների հայտագրման 3-րդ փուլն արդեն ռուսերենով ուսուցմամբ դասարաններն ընտրողների համար է։ Նրանք այն երեխաներն են, ում ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է, երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ինչպես նաև այն դեպքերում, երբ ծնողը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է։ Հայտագրման համակարգը հասանելի է մինչև ուսումնական տարվա ավարտը։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։